Նախորդ շաբաթ ներկայացրեցինք Սևանա լճին նվիրված մեր հատուկ ռեպորտաժների շարքը։ Մեր նկարանող խումբը պրոֆեսիոնալ սուզորդների հետ միասին ստորջրյա նկարանումներ էր իրականացրել, որոնց ընթացքում մի տարածք էր հայտնաբերվել, որը շատ նման էր բնակավայրի։ Համենայն դեպս, այնտեղ առաջին հայացքից մարդու կողմից մշակված քարի կտորներ կային, քարե տարաներ հիշեցնող առարկաներ, ժայռաքանդակներ եւ այլն։ Նկարանված ամբողջ նյութը մենք տրամադրել ենք գիտնականներին, որոնք հիմա փորձում են պարզել մեր տեսածը մարդու, թե այդուհանդերձ բնության կողմից է ստեղծված։ Իսկ մինչ այդ մենք շարունակում ենք ռեպորտաժների շարքը։ Մենք շատ ենք սիրում խոսել Սևանի էկոհամակարգի ու դրա խնդիրների մասին, բայց լիարժեք պատկերացում դրանց մասին այդուհանդերձ չունենք, շատ բարձ պատճառով։ Ուսումնասիրել էկոհամակարգը պետք է ոչ թե վերևից, այլ ներքևում, ջրի տակ։ Մեծ հաշվով, նման ուսումնասիրություններ չեն անցկացվում, դրանք բարդ են, թանկ եւ հատուկ պատրաստություն ու տեխնիկա են պահանջում։ Եվ այս առումով ակնհայտ է, որ մեր պատկերացումները Սևանի էկոհամակարգի մասին մեղմ ասած չեն կարող լիարժեք լինել։ Իսկ այն ինչ տեսավ մեր նկարանող խումբը Սևանի հատակին, լրջորեն մտորելու տեղիք է տալիս։ Իդեպ բավական բարդ նկարանումներին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Յուքոմ ընկերությանը, որը կարևորեց խնդիրն ու կանգնեց մեր կողքին։ Եվ այսպես, առաջին լրատվականը շարունակում է ռեպորտաժների հատուկ շարքը նվիրված Սևանա լճին։ Աննա Մարտիկյան, Սևանի գաղտնիքները։ Սևանի ստորջրյա պահոցները անտարբեր չեն թողնում երկրաբաններին, պատմաբաններին, հնագետներին ու տարբեր բնագավառների գիտաշխատողներին։ Սևանի ավազանի ափամերձ տարածքի տարբեր տարիների հարյուրավոր գտածոներ հարստացրել են Բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտի պահոցները։ Սևանի շատ մեծ հանելուկներ, գաղտնիքներ, որը որ փորձում են մանավանդ ջրասուզները հիմա բացել կամաց-կամաց։ Այաստովային հետազոտությունների ակումբում քննարկում ենք հետազոտությունների ուղղվածությունն ու որոշում լճի հատակին փնտրել նախապատմական կենդանիների մնացորդներ, որոնք լույս կսփռեն մեր երկրի տարածքի նախապատմական շրջանի պատմության մութ խորշերի վրա։ Իսկապես արժեքավոր բան մեկը գտավ, նշանով զգուշացնում է կողքին, նույնիսկ կողքին մոտիկանում ենք, սուզումը կորոշվում է դուրս է գալիս։ Ցանկացած ստորջրյա հետազոտական նախաձեռնությունների համար մշտապես պատրաստ ջրասուզակներին այս անգամ միանում է հնեաբուսաբան Իվան Գաբրիելյանը։ Սևանի հատակի ավազը մեկ օրում մինչև կես մետր բարձրանալու եւ հեռանալու առանձնահատկություն ունի ալեկոծությունների ժամանակ եւ լճի հատակին, եթե այսօր մի բան ես նշмарում, դժվար թե մի քանի օր հետո նույնը գտնես։ Փորձում ենք աչքաթող չանել ոսկրանման զանգված հիշեցնող ոչ մի գտածո։ Լճի այս մասում հատակի տեսանելիությունը գնալով նվազում է, պատճառը աղտոտվածությունն է։ Խեցգետին որսալու համար գծված ու լքված ցանցերի վերջը չերևացող երկայնքով խեցգետինների ու հազվադեպ հանդիպող ձկների նեխած մնացորդները անասելի պղտորել են ջուրը։ Քիչ չէր նաև կենցաղային աղբը։ Որոշում ենք ընդհատել հետազոտությունն ու տեղանքը մաքրել նեխած կենդանիներով պարուրված լքված ցանցերից։ Համարյա ամեն տարի էլ մի քանի անգամ հանդիպում ենք, հարցնում ենք ումնա տեր չի ունենում տերեր կամ մոռացած են լինում կամ լքած կամ համընթաց քամին ու ալեբախությունն է այս կողմ բերած լինում։ Ստիպված հանում ենք ապ, որպեսզի չշարունակի նեխել եւ թունավորել լիճը։ Հետազոտությունների համար նախատեսված մեր ողջ ժամանակը, միջոցներն ու ուժերը այս անգամ որոշում ենք ծառայեցնել լճի հատակը հնարավորինս մաքրելու գործին։ Երկար փնտրելու կարիք չի լինում, եւս մեկ լքված ցանց։ Սուրիչի կանչը հերթական անգամ օգնության է կանչում մեր ընկերներին, մինչև օրվա վերջ լճի հատակը մաքրում ենք մոտ 4 կիլոմետր նեխած խեցգետիններով պարուրված լքված ցանցերից։ Պատահում է, ասենք ձկնորսական գործիքները ջրի հատակում կորցնում են, նշաններ են կոչվում, այդ նշանների թելերը կտրվում է կամ միտումնավոր կամ պատահաբար եւ մնում է ջրի հատակում։ Իհարկե դա շատ բացաբար է անդրադառնում ձկան եւ խեցգետնի պաշարների վրա։ Պրոբլեմը այդ ցանցերի մեջ է, որ այդքան կիլոմետրերով փաստորեն աղտոտում են մեր լիճը եւ նավակներին է խանգարում եւ լողանալու համար է խանգարում եւ վերջապես դա պլաստիկ է, էլի, կապրոն է ինչ որ բաներ են, որոնք էլի աղտոտում են, բայց աղտոտումից խոսելով պետք է մենք իհարկե առաջի հերթին խոսանք օրգանական նյութով աղտոտման մասին, որը գալիս է եւ գետերով այդ շրջապատող այդ քաղաքներից եւ գյուղերից,
եւ այդ ցելոֆաններով, հա, պլաստիկներով, որոնք դեգրադացիայի չեն ենթարկվում եւ ամբողջ ափերը դրանով աղտոտված են։ Եվ իհարկե հանքավայրերից այդ ծանր մետաղներով աղտոտումից։ Սևանա լճի էկոհամակարգը խաթարված է, իսկ լճի բնակիչների սակավությունը մտահոգիչ։ Մինչ օրս կատարած մեր ստորջրյա հետազոտությունների ժամանակ ավելի քան 40 ժամ շրջել ենք լողալով մոտ 10 կիլոմետր մինչև 25 մետր խորության տարածքներում։ Ձկների վտարի սակայն չենք հանդիպել։ Հանդիպել ենք մի քանի փոքրիկ ձկների, որոնցից ամենամեծը հազիվ կհասներ 10 սանտիմետրի։ Ձկներ, եթե տեսնում ենք հիմնականում դա մալոկ ձկներն են, փոքր ձկնատեր, նորածին ձկներն ենք տենում։ Մեծ ձկների չեմ հանդիպել։ Մեծ ձուկ տեսնելուց ուշացել եք, քանի որ տարիների ընթացքում ձկան ցանցերը մանրանում են ավելի։ Նույն դիտարկումն ունի նաև Անծանոթ Հայաստան ֆիլմաշարի ռեժիսորը։ Մոտ 70 ժամից ավել նկարանումներից 5 շատ եմ ասում 3 րոպե կադր չկա 70 ժամից ավել 3 րոպե կադր չկա որտեղ ձուկ է երևում այդ այն դեպքում երբ որ մենք նկարել ենք Սևանի շատ տարբեր մասերում եւ հյուսիսային, հարավային, չգիտեմ, արևմտյան, արևելյան ափերին եւ ոչ մի տեղ ձուկ կադրի մեջ չի հանդիպում։ Լճի հատակի վատ տեսանելիությունը այս տարածքում պայմանավորված է մանր կենդանիների մեծ քանակությամբ, ինչը մեզ համար տարօրինակ թվաց եւ որոշեցինք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը փնտրել կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնում, ինչ կենդանանման գոյացություններ են սրանք եւ ինչու են այսքան շատ։ Ֆիտոպլանկտոն եւ զոոպլանկտոն, ավելի պատկերավոր ասած այն, ինչով սնվում են ձկները։ Ձուկը, որ պակասել է, փաստորեն նրա կերը, որը սնվում է ֆիտոն, ավելանում է։ Իսկ եթե ավելանում է, դառնում է, որ նա օրգանական նյութի ավելցուկ ունենք, որը չի ուտիլիզացվում օգտագործում ձկների կողմից եւ դուրս չի գալի։ Իսկ եթե մենք ձկան պաշարները շատացնենք, նրանք կուտեն այդ իր կերային այդ կենդանիները խեցգետնակերպեր փոքր, որոնք սնվում են այդ ջրիմուրներով, նրանք ջրիմուրը կուտեն, ձկները սրանց կուտեն ու կստացվի մենք լիճը կմաքրենք ձուկը որսալով, բայց նորմալ քանակով։ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ Սևանի մեզ հայտնի պատմության ընթացքում ձկնապաշարների այսպիսի վատ վիճակ դեռ չի եղել, ինչ ունենք այսօր։ Վերջինիս դիտարկմամբ, եթե 90-ականներին Սևանի ձկնապաշարը մոտ 30,000 տոննայի էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են մոտ 200 տոննա։ Այն ժամանակ այդքան շատ էր հիմա քչացավ, իհարկե քչացավ, որովհետև արտահանեցինք թե եւ արտահանում էին, ես օրինակ տեսնում եմ նույնիսկ եւ Մոսկվայում էին շուկաներում ծախում, եւ Բաթումում էին ծախում, եւ նույնիսկ ինչ որ ձևերով Ադրբեջան էր գնում, ուզում եմ ասեմ, պարզ չի, որ այդքան մարդ մի հատ լիճը ոնց կարա կար։ Նույնիսկ օվկիանոսը չի կարող կերցնի ամբողջովին ապահովի, այստեղ մի հատ այտենց համեմատաբար փոքր լիճ։ Ընդհանրապես մեր Սևանա լճի ձկնային պաշարները պետք է դիտել ոչ թե որպես այսօրվա մեր սնունդ, հա, միայն, այլ պետք է դիտել որպես ռազմավարական պաշար սնունդի։ Ձկան պաշարները ճիշտ է շատ ավելացել են վերջին 4-5 տարվա ընթացքում, որտեղ բավականին մեծ քանակությամբ մանրաձուկ է բարձրացվել լիճ։ Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում եւ միջոցներ տրամադրում բնապահպանության նախարարությանը Սևանա լճի ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում անցկացնելու եւ համալրելու համար։ Այս տարի Սևանի իշխանի վերականգնման եւ ձկնաբուծության հիմնադրամը 43000 մանրաձուկ է բաց թողնում լիճ, միջինը 30 գրամ։ Եթե հետևողականություն ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերվի թե բնակչության եւ թե կառավարության կողմից, Սևանի ձկնապաշարների վերականգնումը հնարավոր է մոտ ապագայում, վստահեցնում են ոլորտի պատասխանատուներն ու ավազանի բնակիչները։ Պետք է սահմանափակում դնել Հայաստան մուտք գործող բոլոր ձկնորսական եւ խեցգետնի որսելու գործիքների վրա։ Համապատասխան չափեր սահմանվի, այդ չափերից փոքր չափերի ցանցեր չմտնեն Հայաստան, որպեսզի եւ խեցգետնի փոքր չափերը չորսվի եւ ձկան։ 1930-ականներից սկիզբ առած Սևանա լճի էկոհամակարգի խաթարումը հնարավոր չէ վերականգնել մի քանի տարում։ Սևանա լճի մասին օրենքով նախատեսվում է մինչև 2030 թվականը լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, հասցնելով այն 1903 մետրի, ինչի արդյունքում լիճը կամբարի ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր ջուր։
Տեսվում էր յուրաքանչյուր տարի բարձրացնել լճի մակարդակը մոտավորապես 20 սանտիմետրով, որը 30 տարվա կտրվածքով կլիներ 6 մետր։ Ինչու 6 մետր եւ ոչ թե ասենք 5 մետր կամ 7-8 մետր, որտեղ գիտաշխատողների, գիտնականների համապատասխան մասնագետների հաշվարկներով պարզվեց, որ 6 մետր բարձրացման դեպքում կդադարի ճահճակալման process-ը, լճի էկոհամակարգը կգա կայուն վիճակի եւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն լճի էնդեմիկ ձկնատեսակների եւ բուսական տեսակների նորմալ աճի, զարգացման եւ բազմացման համար։ Գիտնականների կանխատեսմամբ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3-ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները։ Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքներից մեկը։ Սևանա լիճը ողջ Կովկասի 35 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջրի շտեմարանն է։ Այսօր սակայն Սևանա լճի էկոլոգիական վիճակը վտանգված է։ Սևանա ազգային հարստություն է եւ լճի պահպանությունը բոլորիս պարտքն է։ Աննա Մարտիկյան, Արտակ Գևորգյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին ալիք։